այս հատվածով բարձրացել են, փակել դեմքը, այ միջև ստեղը, քաշել են միջև դեմքը, փակել, հետո ապտակել մի քանի անգամ։ Սրա վրա վստահեցնում եմ առկա են ոստիկանների կենսաբանական բազում հետքեր։ Ոստիկանական բռնության մասին հազանգած արցախցի երիտասարդն այսօր քննչական կոմիտեում կառերեսվի ոստիկանության Լոռու մարզային վարչության պետխորեն Բարխոյանի եւ ոստիկան Գոր Խարաթյանի հետ։ Գոհ են կլնեմ, երբ որ իրանք պատասխանը տան իրենց արարքների համար։ Կոնկրետ այն ոստիկանների մասին խոսքով ովքեր ինձ այդտենց տարել են ծեծել, հայհոյել։ Տիգրան Ուլուբաբյանն իր հետ 3 հարցաքննության էր բերել հագուստը, որը խոշտանգման հոդվածով գործի հարուցումից հետո քննիչը դեռևս չէր արգրավել։ Սա այդ կոֆեի հետքն է, որ Տիգրանի վրա շպրտել են, նշելով որ կոֆեի էս բաժակում այսքան կոֆե կար, այս սենց են արել նրա վրա, իսկ սա է շորերի վրա քերծվածներն ու հետքերը, տարբեր մազեր էլ կան անգամ այս շորերի վրա, ասենց շատ ցուցադրել չեմ ցանկանում, այս մազերը երևում է, վստահեցնում եմ, որ սա Տիգրան Ուլուբաբյանի մազերը չէ, այս էլ քաշոցի հետքերը, 1, 2 29-ամյա արցախցին պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել։ Արդեն մի քանի օր է Երևանում քննչական կոմիտեի շենքի առջև Տիգրանն ու մի քանի տասնյակ քաղաքացիներ մեկ պահանջով են հավաքվում, անմիջապես ձերբակալել 6 ոստիկաններին, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները։ Դե քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, ես օբյեկտիվորեն ենթադրում եմ կամ հենց օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ այս ամենի պատճառը ոստիկաններին չձերբակալելն է եւ ոստիկաններն են հորդորել, որպեսզի ունենա այսպիսի եզրակացություն։ 3 քննչականում շուրջ 3 ժամ տևած հարցաքննության ժամանակ Տիգրանին են փոխանցել դատաբժշկի եզրակացությունը, որն ըստ փաստաբան Ռոման Երիցյանի հերքում է միջադեպից հետո հիվանդանոց տեղափոխված արցախցի երիտասարդին տրված բժիշկների եզրակացությունը։ Սրա համար ենք նաեւ պահանջում, որ ոստիկաններին անհապաղ ձերբակալեն, ընդգծում է փաստաբանը։ Հիվանդանոցը արձանագրել է վնասվածքները, սալջարդներ, ականջի շրջանում, հետևի շրջանում, ծոծրակային շրջանում, ինչա նշում փորձագետը։ Ասում ինչ վերաբերվում է բուժ փաստաթղթերում նշված ձախ ականջախցու, գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների եւ այլ սալջարդների, ապա գտնում են, որ դրանք հիմնավորված չեն։ Տիգրանին 3 անձամբ ընդունել էր քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը, օբյեկտիվ քննություն խոստացել, բայց եւ ընդգծել, մեկ ականատեսի, այսինքն տուժող Տիգրանի ցուցմունքով չեն կարող ոստիկաններին ձերբակալել, անգամ եթե տուժողը ճանաչել է 6 ոստիկաններից 2-ին։ Այդ ձերբակալել կարելի է, ասեմ ավելին, օրենսդիրը հստակ նշել է, որ ականատեսի ցուցումը տվյալ անձին որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողի արդեն իսկ ձերբակալման հիմք է։ Թե ինչու է քննչականի ղեկավարը այդ պատասխանը տվել, կոմիտեից չմեկնաբանեցին։ Ներքին գործերի նախարարն այսօր խորհրդարանում զերծ մնաց կոնկրետ գնահատականից, լրագրողներին էլ վստահեցրեց, թե ինքը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է եղելությունը, հորդորեց սպասել քննության արդյունքներին։ Իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Արփինե Սարգսյանն ընդգծեց, ծառայողական քննություն է ընթանում, եթե պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, կենթարկվեն պատասխանատվության, հակառակ դեպքում բողոքողը կհետապնդվի սուտ մատնության համար։ Այսինքն, եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ, բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Նախարարն այսօր վկայակոչեց դատաբժշկի դեպքից 4 օր արված վնասվածքները հերքող փորձաքննությանը։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Քննչականի քննության արդյունքներին սպասող ներքին գործերի նախարարը նաև ընդգծեց, որ պետք չէ առանձնացնել արցախցիներին, ընդգծել, որ նրանց թիրախավորում են այդ թվում ոստիկանները։